Մեր ժողովուրդը այլևս գույր հավատք չունի, կբահանչե պատասխանատվություն, կգիտակցի, որ Սուրբ Էջմիածինը ավելի մեծ է, քան Քարեքին երկրորդը, կգիտակցի, որ իսկական Քրիստոսի եկեղեցին պետք է ապրի արդարության, խղճի զդումի և ճշմարտության մեջ։ Եվ ահա, հավատացյալները պետք չէ որ խաբվին այս հայտարարության ջոխ լեզվով։ Այս խոսքերը ծածկույթ են մեղքերու համար, անոնք չունին վկայության ուժ, չունին ներշնչման հող և չեն գնար փրկել եկեղեցիի անկումեն։ Միակ ճանապարհը բացահայտման և զդումի ճամփան է։ Այս հայտարարությունը նախ և առաջ ինքնախապեյության փաստ է, հոգևոր ճգնաժամը արդեն տևական է, և եթե Մայր Աթոռը չուղղվի, ապա ժողովուրդը ինք պիտի դարձնի այդ ուղին դուրս եկած եղբոր կերպարով, որ հեռացած էր, բայց վերադարձավ, իսկ հորը տունը բղծված էր։ Այս հայտարարությունը ցեվական է, ջորոմ, առանց զղջման ոգի և խոսքի ազնվության։ Այդ տեքստը չկայացած պատասխան է բարոյական աղետի դիմաց, և այս արձագանքը ցույց կտա, որ եկեղեցական վերնախավը դեռ պատրաստ չէ ընդունելու ճշմարտությունը, սակայն ժողովուրդը պատրաստ է պահանջելու, պատրաստ է աղոթքով և վկայությամբ սրբագործելու այդ տունը, որ այլևս վեհ չէ, որովհետև գույր լուրությամբ ինքզինք զրկած է վեհության բարձութենեն։ Վեհարանը վեհին պիտի դառնա միայն այն ատեն, երբ կհավատա, որ վեհարանը կպատկանի Աստուծո և ոչ թե մարդոց, որովհետև ժամանակն է, որ դատաստանը սկսի Աստուծո տունեն, իսկ եթե սկզբնավորվի մեզմե, ինչ վախճան պիտի ունենան անոնք, որ չեն հնազանդվիր Աստուծո ավետարանին, գսե Առաջին Պետրոս 4:17։ Մեր պատիվը խաչված է, բայց մեր հոգին ազատ է, և մենք պիտի շարունակենք խոսիլ, մինչև այդ աթոռները մաքրվին, բոլոր աթոռները, սկսած Էջմիածնեն, հասնելով Անտիլիաս, հասնելով Կոստանդնուպոլիս ու հասնելով մինչև Երուսաղեմ։